Սա Անին է, նա միլիոնավոր երեխաներից մեկն է, որի օրը սկսվում է վաղ առավոտյան։ Անին անկողնուց վեր կանալուն պես շտապում է լոգարան, որպեսզի մաքուր և կոկիկ պատրաստվի օրվա արկածներին։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե մարդկանց կենսագործունեության արդյունքում բազմաթիվ քաղաքների և գյուղերի տներում, դպրոցներում, մանկապարտեզներում, արդյունաբերական օբյեկտներում օգտագործվում է ջուր լողանալու, սպասքը լվանալու, մեքենաները լվանալու և այլ գործողությունների համար, առաջացնելով կեղտաջրեր, որոնք թափվում են մոտակա գետերը և լիճը։ Այսօր դասերից հետո Անին և նրա ընկերները պլանավորել են գնալ դպրոցի կողքի լճափ, լողալ և վայելել ամառային արևն ու բնության բարիքները։ Այս զբոսայգին քաղաքի բոլոր բնակիչների ամենասիրելի վայրն է։ Մարդիկ այստեղ հավաքվում են հանգստանալու համար, նրանք այստեղ լիցքաթափվում են։ Թվում է, թե բոլորը պետք է երջանիկ լինեն, բայց այն պատկերը, որ տեսնում են, մեղմ ասած, անհանգստացնող է։ Լիճը կանաչել է, ծաղկել է, դրա ամբողջ կենդանական աշխարհը վտանգված է։ Մարդիկ չեն կարող լողալ, օգտվել դրա բարիքներից, ջրի աղտոտման հետևանքները չափազանց վտանգավոր են մարդկանց և շրջակա միջավայրի համար։ Դրանք առաջանում են, երբ կեղտաջրերը խառնվում են բնական գետերին և լճերին առանց պատշաճ մաքրման ենթարկվելու։ Հայտնվելով օրինակ լճում, կեղտաջրերը վնասում են ամբողջ էկոհամակարգը և ի վերջո կարող են հանգեցնել ճահճացման, կենսաբազմազանության անկման և այլ բացասական հետևանքների։ Կեղտաջրերի պատճառով բնությանը հասցվող վնասակար հետևանքները կարող են լինել անդառնալի։ Ինչ են կեղտաջրերը։ Արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով աղտոտված ջրերը, բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող, ինչպես նաև անձրևային, հալոցքային կամ դրենաժային ջրերը, որոնք չեն համապատասխանում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին, կոչվում են կեղտաջրեր։ Կեղտաջրերը կարող են պարունակել մարդու կենսագործունեության, արտադրական գործունեության, լվացող նյութերի արգասիքներ, ճարպեր, քիմիական և սննդային տարրեր։ Երբ դրանք հայտնվում են լճերում կամ գետերում, դրանք նվազեցնում են ջրում լուծված թթվածնի պարունակությունը։ Օրգանական նյութերը անմիջապես սկսում են կլանել ջրում եղած թթվածինը, հասցնելով թթվածնի անբավարարության, որն իր հերթին բերում է ձկների անկման, որոնք այդքան կախված են ջրում առկա թթվածնից։ Բացի այդ, երբ ֆոսֆորի և ազոտի տարրերի բարձր քանակություն է հայտնվում ջրում, դրանք սննդանյութ են հանդիսանում ջրի մուրների համար, հանգեցնելով դրանց կենսաբանական աճին և մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Ժամանակակից աշխարհում մարդիկ այնպես են աղտոտում շրջակա միջավայրը և ջրային ռեսուրսները, որ բնությունը պարզապես չի հասցնում ինքնավերականգնվել։ Այս ամենից խուսափելու համար գոյություն ունեն կեղտաջրերի մաքրման կայաններ, որոնք անխափան աշխատում են և ապահովում են կեղտաջրերի խորը մաքրում։ Ինչպես են մաքրվում կեղտաջրերը։ Կեղտաջրերի մաքրումը լուրջ ինժեներական և գիտական հենքի վրա հիմնված գործընթաց է։ Գոյություն ունեն հատուկ բակտերիաներ, որոնք սնվում են կեղտաջրերի օրգանական նյութերով, այդպիսով օգնելով ազատվել դրանցից։ Նրանք կլանում են մարդու կենսագործունեության արդյունքում առաջացած կենսազանգվածը։ Ջուրն օգտագործելուց հետո կեղտաջրերը ստորգետնյա խողովակների միջով հասնում են կեղտաջրերի մաքրման կայաններ, որտեղ տեղի է ունենում դրանց սկզբից մեխանիկական, այնուհետև խորը կենսաբանական մաքրումը, որից հետո դրանք վերադառնում են շրջակա միջավայր առանց վտանգելու այն։ Սևանա լճի ավազանում գտնվող բնակավայրերից գոյացող կեղտաջրերի մեխանիկական և այնուհետև կենսաբանական մաքրումը չափազանց կարևոր է լճի առողջության և էկոլոգիական խնդիրների լուծման համար։ Հետևաբար առաջնային պայման է դառնում լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցումն ու գործարկումը, ինչը չնայած որ թանկարժեք գործողություն է, բայց չափազանց կարևոր է Սևանա լճի համար և հնարավորություն կտա գետերը մաքրել կեղտաջրերից, մինչև դրանք կթափվեն Սևանա լիճը։ Եթե այս պրոցեսը ամեն օր աշխարհի բոլոր երկրներում անխափան իրականացվի, ապա մարդիկ կկարողանան վայելել բնության մեծագույն պարգևը՝ մաքուր ջուրն իր բոլոր բարիքներով։ Կեղտաջրերի մաքրումը օգնում է մեզ մաքուր պահել մեր շրջակա միջավայրը և մնալ առողջ։